Ոնց որ թե այսօր չեն թույլ տալիս, փակել են, որ չխոսենք, հա այսօր, հարամում են էլի բոզի տղեկը, Հովոջան փակում են, թույլ չեն տալիս, արգելա փակում են, այս պորնոները, խառնվել են իրար, այս բոզի կամանդը, որովհետև բացահայտված են, այլևս խաղալու բան չունեն, արջի քոթոտը, որ քոթոտները, որ մեծանում են, սկսում են արջի ձվերի հետ խաղալ, փաստա, հին ասացված կա, բայց իրականություն է, հիմա տեսնենք, այս սուկաները ինչքան կխաղան, հիմա տեսնենք, միանան մեր ընկերներ ու սկսենք նորից փորձել, էլի, որ վերականգնել եթերը, Так, ասիսենցա, տղեկ, մի հատ բութա, բարևա, բարլուսա, մի հատ բան ասեք, որ ես հասկանամ էլի, եթերը կա հիմա, իմ մոտ անջատվել է լրիվ, եթե նեղություն չի, մի հատ ասեք, որ ես իմանամ, մտնեմ եթեր, թե չէ, ով կա եթերի մեջ ընկերներիցս, երկու բառով գրեք, որ հասկանամ եթերը կա, մարդ չկա ստեղ, զոռ, երկու բառով չեք կարող գրեք, թե ձեզ մոտ էլ է փակ, հա, Արկադի ջան, հա, ահա, եղավ, շնորհակալություն, դե ինչ սկսենք, հա, ոնց որ ասում է, եթե կա, ուրեմն լավ է, ինչքան է խանգարեն, մեկը քարու, ոնց որ ասած իրանց գլուխը, так, սկսենք ուրեմն, տեսեք ես ինչ եմ գտել, շատ կարևոր փաստագրական տվյալներ, որը արձանագրված է նաև Google-ով, ուրեմն խոսքը գնում է Ադրբեջան կոչված ըստ ձեր գիտակցության պետություն կոչվածի մասին, так, հիմա սկսենք, Ադրբեջան պաշտոնական անվանումը Ադրբեջանի Հանրապետություն, Ադրբեջան, Ադրբեջան, в общем, միջ մայրացամաքային դեպիցով, էսա մեզ պետք չի, գալիս ենք փաստագրական տվյալներին,
Ուրեմն պետական լեզուն էտել մեզ չի հետաքրքրում հիմա մուսաֆաթական ուշադիր Ադրբեջանի ստեղծում մայիսի 28 1918 թվական հով կոմոդ փակա չի թողնում մատ հասկացրու ինչա կատարում որ ես իմանամ խոսեմ չխոսեմ բացա փագա հա Մատ երկու բառով ընթացքում գրեք ես էլ հասկանամ ինչի ինչոցա որ կոնկրետ դրան անդրադարձ կատարենք Ուրեմն մուսաֆաթական Ադրբեջանի ստեղծում մայիս 28 1918 թվական մուսաֆաթական ուշադիր մյուսը Նայրան է գրեց Նայրա ջան բարերեկո մի րոպե հա Զորով, հայ մոտել է, ես էլ սենց ինչ-որ պրոբլեմներ է, լավ, ասնեք մեր խնդրու հնարավորինս ոնց որ ասած աշխատացնենք, խորհրդային Ադրբեջան, ստեղծում, Ադրբեջանի խորհրդային Ադրբեջանի ստեղծումը, ուրեմն ապրիլ 28-ը 1920 թվականին, հիմա ես սենց հերթականությամբ գամ, թե մի անգամից կարդամ ու սկսեմ մեկնաբանությունը, ոնց է ճիշտը, ոնց է ձեզ ավելի հաճով, որն ավելի ընդունելի ընկալելի Հա, ծոլակն էլ է գրում, որ ասում է նորմալ է, եղավ շնորհակալություն ուրեմն լավ է, տախ, անկախացում խորհրդային միությունից 30 օգոստոս 1991 թվական հռչակված, ուշադիր, հռչակված, եսա հերթականությամբ անդրադառնում ենք, տակ, տարածք 86600, այսինքն 1991 թվականով անկախացումը 86600 Խոսք այն բոզի տղայի մասին է, փաշողլի կոչվածի, որ ասում է դելիմիտացիա, դեմարկացիա եւ այլն։ Այսինքն 1991 թվականից արդեն իսկ 86600-ով ամրագրված տարածք է հանդիսացել Ադրբեջան կոչվածը։ Հիմա անցնենք առաջ։ Так Բնակչություն, в общем, եւ այլն դա մեզ պետք չի հետաքրում տակ։ Ադրբեջանական առաջին պետական միավորումը Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետությունը ստեղծվել է 1918 թվականի մայիսի 27-ին Անդրկովկասյան Սեյմի փլուզման հետևանքով։ Հիմա մի րոպե, հիմա սկսենք վերլուծությունները։ Ադրբեջանական առաջին պետական միավորումը Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետությունը ստեղծվել է Որտեղ է ստեղծվել, ում տարածքի վրա է ստեղծվել, այսինքն մինչև այդ Ադրբեջան չի եղել, ուշադիր, ամեն մի բառը, ամեն մի ստորակետը, ամեն մի շեշտը, դա միտք է, գաղափար է, վերլուծության առարկա է, որի շրջանակներում ի հայտ են գալիս փաստագրական տվյալներ, այսինքն, եթե 1918 թվական կոչվածին Ադրբեջան կոչվածը ստեղծվել է, ուրեմն ստեղծվել է նախ պիտի հասկանանք, որտեղ է ստեղծվել այդ Ադրբեջանը, որի մասին ես ձեզ բացատրել եմ, բացատրականը տվել եմ, բայց հիմա բերելու եմ համադրելու ձեր գիտակցությամբ Հայաստանը, բայց իրականում Արմենիան եւ գոյություն չունեցող Ադրբեջանը, որը իրականում ատրպատականն է իր Բաքուրակերտ մայրաքաղաքով, այսինքն Արմենիայի վարչատարածքային միավորներից մեկը մեր Արմենիայի թագավորություններից մեկը մեր Բաքուր արքայի անվանումով։ Հիմա, տեսեք, չի տալիս, չի բացատրում, չի հստակեցնում, թե ադրբեջանական առաջին պետական միավորումը որտեղ է կայացել, ոնց է կայացել։ Հիմա արեք մի հատ սենց հասկանանք, տեսեք, ձեր ուղեղները մտցնում են, որ կա միջազգային նորմեր, միջազգային ըստ նորմի, ինքնորոշում, ամբողջականություն եւ այլն։ Մի րոպե արա։ Ձեր նման ողջարների ուղեղը մցրել են այս պոռնիկի ծնունդները, Քորը, Խերժոն, Ռաուֆը, Փաշողլին եւ իրենց համակարգ կոչված պոռնկացիների հետ։ Այդ բոլոր համակարգ կոչվածները ազգային ախորների, դեպուտանկաների հետ, այսօրվա խաղացող պոռնկա ծնունդների հետ
Իդեպ ձեզ մի հատ բացատրեմ, հասկացնեմ, որ դուք այլևս ինձ որևիցե մեկին ոնց որ ասած ցուցում չանեք, գիտեք ինչ կա։ Միացեք սրած, լսեք ովքեր է նմանատիպ մոտեցումները ցուցաբերում են։ Կամ ըստ իրենց գիտակցության մտածում են ինձ ուղղորդեն որևիցե մեկի գիրկը, չհասկաց, արեք դուք իմ գիրկը։ Որևիցե մեկը որևիցե ծրագիր ունի, որևիցե մեկը բացի էսի սենց ասեց, ենին նենց ասեց, այս սահմանադրության այս օրենքով սենց, եթե պետություն չկա, այ, ողջերներ։ Ինչ սահմանադրություն, ինչ օրենքի մասին է խոսքը, ինչ կուսակցությունների մասին է խոսքը, դելիմիտացիա դեմարկացիա են անում, որ դելիմիտացիա դեմարկացիա կոչվածը, դեռևս 1920 թվականի ազգերի լիգան արել է, ընդունելով իր ոնց որ ասած այն ժամանակվա, որտեղ մենք ունենք 480,000 քառակուսի կիլոմետր եւ ավելին պահանջ, եւ այդ պահանջները ամրագրված են որպես Արմենիայի տարածքներ։ Ես դրան այսա կանդրադառնամ, որ այլ ազգի ներկայացուցիչները եւս դա հստակեցնում են, որ ձեզ համար հասանելի լինի, որ ձեզ համար ընկալելի լինի, որ այս պոռնիկների օրերը հաշված են։ Եվ սրանց հիշեք խոսքերս, հրապարակային ոռները 4 տոնածառ պիտի մտցնենք, հրապարակավ սատկացնենք, դրանց ազգուտակով բոլորին, իրենց այն համակարգի պոռնկացիների հետ, ովքեր մասնակից են եղել մեր Արմենիայի վերացմանը, մեր ազգի գենոցիդին, այսինքն գենոֆոնդի ոչնչացմանը։ Հիմա տեսեք լուրջ հարց եմ ձեր առջև դնում, որ դուք էլ կարողանաք եւ վերլուծել, եւ գիտակցել, եւ ձեր ֆունկցիաները արտնասնելով սկսեք մտածել, հասկանալ, որը որից հետո է, ինչ է նշանակում, սա կա n, ոնց որ ասած բառերը, որը մատուցվում է ձեզ։ Իսկ մատուցում եմ նաեւ ոնց որ ասած ձեզ, ոչ թե իմ ենթադրությունների իման վրա։ Իդեպ ես ինչ ասել եմ, ինչ ներկայացրել եմ բոլորը միայն փաստագրական տվյալների իման վրա։ Հիմա ադրբեջանական առաջին պետական միավորումը, Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետությունը ստեղծվել 1918 թվականի մայիսի 27-ին Անդրկովկասյան Սեյմի փլուզման հետևանքով։ Սեյմը որն է, մի հատ արեք, մի հատ վերլուծենք։ Ստեղծվել է ում տարածքում։ Կարևորագույնս հարցեր եմ տալիս ձեզ։ Ով է թույլ տվել, ում համաձայնությունն է, կա համապատասխան այնտեղ փաստաթղթեր, իրավական ակտեր, հա։ Տեսեք, ձեր գիտակցության մեջ ժողովրդավարական ֆլան եւ այլն։ Եթե ժողովրդավարական է, հա, ապա հարց է առաջանում։ Իշխանությունը ումն է։ Ինչի ձեզ չեն ասում իշխանություն, այլ ասում են իշխանություն, այս պոռնկացիներին։ Հասարակ տրամաբանական հարց եմ տալիս։ Եթե ըստ ձեր գիտակցության ժողովրդավարական պետություն է, ապա իշխանությունը ժողովրդինն է։ Բոլոր հանգամանքները, բոլոր օրենքները պետք է ծառայեն այս պոռնիկների ծառա լինելու հանգամանքները ծառայեն մեր ազգի, մեր Արմենիայի շահերին։ Ճիշտ է։ Հիմա հարցը առաջանում։ Այս ոնց եղավ այս պոռնոյի կնիկը, որ դեռևս ոչ զաքսավորված է, ոչ իրականում կնիկ կոչված է, այդ երեխեքն էլ չես իմանում, մեկը գրզոյից է, մեկը եսիմումից է, մեկը քուչի եսիմումից է, ամեն մեկը մեկի ոնց որ ասած եթիմն է։ Բացի դա։ Տեսեք, դուք ասում էիք, այսինքն ձեր գիտակցությամբ, ես նկատի ունեմ բառանահոտին, որ մենք ընտրել ենք, այսինքն դուք որտեղ եք ընտրել։ Եթե առօրս այս պոռնիկների ներկայացման տարածքը դելիմիտացիա, դեմարկացիա արված չէր, այսինքն դուք տարածք չունեք, դելիմիտացիա հիմա է անում, չէ՞ պոռնիկը, սահմանազատում, սահմանահաստատում, ուրեմն տարածք չունեիր դու, ճիշտ է։ Բայց եթե չունեիր, ոնց եք գույություն չունեցող տարածքի վրա ընտրում ըստ ձեր գիտակցության վարչապետ։ Բացի դա,
Համակարգ կոչվածները ուշադիր, դատախազություն, քննչական, հակակոռուպցիոն, ազգային ախոռ եւ այլն, կառավարություն կոչված, ում տարածքի վրա են։ Եթե դելիմիտացիա, դեմարկացիա արված չի եղել, ուրեմն տարածք չի եղել, ճիշտ է։ Բա դու ում տարածքի վրա ես կայացել, հռչակել, հռչակվել։ Մի րոպե հասկանում եք, ստեղ ամեն մի բառը, ամեն մի բառի էությունը պետք է դուք ընկալեք, հասկանաք, ինչ է նշանակում, որի հիման վրա այն ворներդ հանեք գլխներիցդ ու սկսեք մտավորական զարգացում ապրել, որ դուք հասկանաք, որ գիտեք ինչ կա, այս բառը էս է նշանակում։ Հիմա, եթե չեք հասկանում, ապա ես ձեզ մատուցում եմ, որի հիման վրա նաև մենք պիտի ունենայինք համակարգ կոչվածներ, որոնք շագրգռված լինեին մեր ազգի, մեր պետության խնդիրների լուծումը իրականացնեին, բայց որևիցե մեկը չկա։ Հիմա անցնենք առաջ։ Так, Ադրբեջանական արշիպետական միավորումը, Ադրբեջան ժողովրդավարական հանրապետություն ստեղծվել է 18 թվականին, մենք դա ամրագրեցինք, որ դա ստեղծվել է իբր թե կեղծ կարգավիճակով մեր Արմենիայի տարածքում։ Ո՞վ է թույլ տվել։ Որևիցե մեկը թույլ տվել է, որ այդ պետություն կոչվածը ինքնորոշվի։ Ռեֆերենդում անցկացվի։ Ո՞վ է անցկացրել։ Ո՞վ է հաստատել, որ սա պետություն է։ Հետո մի րոպե։ Եթե ՄԱԿ-ը 1920 թվականին ճանաչում է Արմենիան, ուշադիր։ Ոնց է դրանից հետո, ես դրան բացատրականը տվել եմ, բայց սա եւս փաստաթուղթ է, նոր փաստաթուղթ է, որի շրջանակներում էլի ի հայտ են բերում փաստագրական տվյալներ։ Եթե նա ճանաչել է Արմենիան 214,000 քառակուսի կիլոմետր, այն ժամանակվա հատվածով, որովհետև մենք էլի պահանջ ունեինք, էլի պահանջներ ունենք, այսօր էլ ունենք, բայց այդ ոնց եղավ Արմենիան դարձավ Հայաստան 29800-ով, հա, հարց եմ տալիս, արեք մեկ լրջագույնս մոտեցում ցուցաբերենք, հիմա անցնենք առաջ, մի րոպե։ Так, մայիսի 29-ին Անդրկովկասյան Սեյմի փլուզման հետևանքով է առաջացել Ադրբեջանը, հիմա մուսաֆաթական Ադրբեջանը, ուշադիր, դարձել է ժողովրդավարական առաջին երկիրն իսլամական աշխարհում 1920 թվականի։ Ադրբեջանը գրավել է Խորհրդային Կարմիր բանակի կողմից, որը նաև գրավել են մեր Արմենիայի տարածքները։ Հիմա ուշադիր, հիմա սկսենք սա վերլուծել։ Ուրեմն Ադրբեջանը դարձել է ժողովրդավարական առաջին երկիրն իսլամադավան աշխարհում 1920 թվականի Ադրբեջանը գրավել է Խորհրդային Կարմիր բանակի կողմից, վերածվելով ադրբեջանական ԽՍՀՄ-ի։ Հələ մի րոպե։ Արեք մենք նորից վերլուծենք։ Ըստ այս միջազգային նորմերի գրավելը ուշադիր, այսինքն անեքսիան բռնակցում է, բռնազավթում է, ճիշտ է, ահա։ Հիմա, քանի որ Ադրբեջան կոչվածը դա իրականում ատրպատականն է, իր Բաքուրակերտ մայրաքաղաքով կարճ Բաքու, մեր Արմենիայի տարածքը, այսինքն այս Կարմիր բանակ կոչվածի պոռնոները բռնազավթել են մեր տարածքը եւ բռնակցել են ԽՍՀՄ-ին, բայց ոչ Ադրբեջան գոյություն չունեցող պետությունը իր ադրբեջանցի գոյություն չունեցող ցեղատեսակով։ Ուշադիր եղեք, արա, այդ ձեզ են փիլիսոփաներ կոչվածները, այն բառանահոտ կոչվածները, որ մեկը դասախոսա, մեկը եսիմինչ ոբշեմ ռեզինի կոթա, դրանք մոռացեք, պապյաններ, մափյաններ, թափյաններ, ֆափյաններ, դες բան չկա։ Դրանք բոլորը ավանտուրիստ պոռնիկացիներ են։ Բոլորը։ Հիմա շարունակենք։
Ուշադիր։ Так, 1920 թվականին Ադրբեջանը գրավվել է խորհրդային Կարմիր բանակի կողմից, վերածվելով ադրբեջանական ԽՍՀՄ-ի խորհրդային իշխանությունների օրոք 1921 թվականի մարտի 16-ին Կրեմլի իշխանության կողմից խորհրդային Ադրբեջանին է բռնակցվում, ուշադիր։ Խորհրդային, այսինքն այդ կեղծ Ադրբեջան կոչվածին, որը փաստացի մեր Բաքուրակերտ մայրաքաղաքով ատրպատականն է, ուշադիր, բռնակցվում են, ուշադիր, փագեցին պոռնիկները, թուհ, իրոպ էլի, մռոպե, անջատեցին, նորից էլի ստիպված ենք բացել, Так, եկանք հասանք, так, ուրեմն տեսեք ինչ է ստացվում, խորհրդային իշխանությունների օրոք 1921 թվականի մարտի 16-ին Կրեմլի իշխանության կողմից խորհրդային Ադրբեջանին է բռնակցվում պատմական Հայաստանի մաս կազմող Նախիջևանը, իսկ հուլիսին Արցախը Ադրբեջանին ներկայիս հանրապետությունը ստեղծվել 1991 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունված անկախության հռչակագրի համաձայն խորհրդային միության կազմավորման նախօրեին։ Ուշադիր, հասկացաք թե չէ։ Մի հատ էլ կրկնեմ, որ ուղեղներդ մտնի։ Հասկանաք ինչ է կատարվում, արա։ Նորից անդրադառնանք։ Так, մուսաֆացական Ադրբեջանը դարձել է ժողովրդավարական առաջին երկիրը, իսլամադավան աշխարհում 1920 թվականին Ադրբեջանը գրավվել է խորհրդային Կարմիր բանակի կողմից, վերածվելով ադրբեջանական ԽՍՀՄ-ի, մի րոպե, հլստեղ, փակում են էլի պոռնիկները, Так, կտանք նորից, ուրեմն 1921 թվականի մարտի 16-ին Կրեմլի իշխանության կողմից խորհրդային Ադրբեջանին է բռնակցվում պատմական Հայաստանը, ոչ թե Ադրբեջանն է բռնակացում, ոչ, Կրեմլն է բռնակացում, ուշադիր, այն ֆուցոնը, որ ասում է, Никто не признает Արցախ, Никто не признает, հասկանում եք ինչ է, հիմա գլխավոր խնդրու առարկան ինչու՞մն է կայանում, հիմա որ եթե դու քո տունը չես ընդունում, քո երեխային չես ընդունում, քո հարազատներին չես ընդունում քո գիրկը, ցանկացածը կարող է տեր դառնալ եւ ասել սա իմն է, հիմա այս նշանակված պոռնոներին, Քորին, Վզգոյին, Դեմիրճյանին, Ընդեղ Ռաուֆին իրաց կողմի բերածներին, Ռաուֆին, Խերժոյին նշանակված Փաշօղլուն, իրանց պոռնիկներն է, իրանք ձեր գիտակցությամբ իբր թե ձեր կողմից ընտրված են, ժողովրդավարական են խաղում, դրա հիման վրա էլ ձեր նման օղչարներին կուտը տալիս են, Օղչարահոտին խոսացնում են, բարանիններին բնում են միկրոֆոնը դեմները, դուք ինչ եք կարծում Ադրբեջանը սեն, դուք ինչ եք կարծում Փաշօղլին սեն, դուք ինչ եք կարծում Խերժիկը սեն, ձեր նման անասուններին խոտը դնում են դեմները, կողմ են, մինչև վարդապետի խազը, դուք էլ գիտեք, դուք մարդ եք, ձեզի դնում են ինչ-որ մարդու տեղ, օղչարներ, ձեզ, ձեր նման անասուններին, կարգավիճակ տալիս է վառանները կուտը կերան, ու մանրից մեր պետական համակարգերը, մեր երգիրը, մեր ազգին տանում գենոցիդի ենթարկում, հիմա, փաստացի, Կրեմլը
բռնազավթել է մեր տարածքները։ Իսկ հիմա հարցը առաջանում, որ բռնակցել է, ո՞նց է բռնակացել, հա։ Բռնմասը կպցնում է իր տարածքին, չէ՞ որ մեր ազգի այն ոսկե սերուցքին գենոցիդի են ենթարկում։ Այսինքն գենոֆոնդը ոչնչացնում է, ճիշտ է, չէ՞, հասկանում եք, չէ՞ երևի։ Հիմա, բայց միջազգային կազմակերպություն կոչվածը, ՄԱԿ կոչվածը, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, դե սպորնիկները բնականաբար պոռնիկի ծնունդներ են։ Ու այս պոռնիկի ծնունդների հետ, ովքեր գնում են ընտրության, փաստացի օրինականացնում են, ամրագրում են սրանց կարգավիճակը որպես օրինական իշխանության եւ հնարավորություն միջոց հանդիսանում իրենց իսկ կատարած պետական դավաճանությունները միջազգային հանցագործություններին իրավական օրինական կարգավիճակ տալու։ Հիմա, որին մասնակից է կլնում նաեւ բառանահոտներ, դուք հիմա հարցը առաջանում, եթե նրանք պետական դավաճաններ են, միջազգային հանցագործներ են, դրանց սատարողները, աջակիցները ովքեր են, ինչեր են, հա, նույն պոռնիկի ծնունդները չեն, հարց եմ տալիս, արա, դուք որևիցե մեկը անգրագետ օղջար, բառանահոտ, իրավունք չունեք որևիցե միկրոֆոնի մոտիկ գալ եւ որևիցե հարցի պատասխանել, որովհետեւ դուք ձեր անասուն ուղեղներով հնարավորություն եք տալիս, միջոց եք հանդիսանում մեր ազգին սպանելու, մեր գենոցիդը ոչնչացնելու, մեր գենոֆոնդը ոչնչացնելու, մեր երկիրը ծախելու։ Հարց եմ տալիս, դուք այդքան բան չեք գիտակցում, անցնեմ առաջ։ Так, Ադրբեջանի ներկայիս հանրապետությունը ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունված անկախության հռչակագրի համաձայն խորհրդային միության կազմալուծման նախօրեին 1988 թվականին սկսվում է Արցախյան շարժումը, որը վերաճում է բաց պատերազմի, Արցախյան պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ու հարակից 7 շրջանները միավորում են դե ֆակտո անկախ Արցախի հանրապետության կազմի մեջ, հիմա մի րոպե, տեսեք, սա հստակ ասեց, որ փաստացի պատերազմ է հրահրվել, իսկ սա միջազգային հանցագործություն է, այսինքն ներկայացնում է որպես գոյություն չունեցող Ադրբեջան, գոյություն չունեցող ցեղատեսակ ադրբեջանցի եւ ստեղծում հակամարտություն, հակասություններ, կոնֆլիկտ, որից հետո վերածվում է պատերազմի։ Այսինքն Կրեմլը, միջազգային կազմակերպություն կոչվածները, այս ՄԱԿ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, Եվրոխորհուրդ, Եվրոմիություն ու մնացած պոռնկացիներ, ուշադիր լսեք։ Այդ թվում Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա, Եվրոպա եւ այլ, Ռուսաստան եւ այլ, գոյություն չունեցող Թուրքիա, գոյություն չունեցող Ադրբեջան, գոյություն չունեցող այլ գոյություն չունեցող պետություններ, Իրանը նաեւ Իրանի են պոռնիկները, ովքեր այսօր ասում են իշխանություն են։ Չկա որևիցե իշխանություն։ Ես միշտ ասել եմ ձեզ, նորից կրկնում եմ, որ ուղեղներդ մտնի։ Գոյություն է ունեցել Արմենիան, որի շրջանակի մեջ Բաբելոնն ու Ասորստանը, որոնք չկան հիմա, կա Արմենիան։ Ու Արմենիայի հիմքով, Արմենիայի ամրագրումով, Արմենիայի վերածնունդով ամրագրում ենք մեր պահանջատիրությունները։ Ուշադիր, մեր պահանջատիրությունները եւ թե տարածքային, թե բարոյական, թե նյութական, թե այդ բոլոր հարցերը 10 տրիլիոնի պահանջով ես եմ մտցրել միջազգայիններ։ Խիտեր չեք կանգնում, արա։ Հա? Հետո մի քանիսը այս վերջերս բաներ են գրում, ուրեմն ինձ կոմենտներ են գրում։ Բա պարոն Սիմոնյան, դուք բանը միջոցներ եք պահանջում, բա այդ պոռնոներ լսում եք, արա։ Բա ես որ իմ միջոցները դնում էի, դրել եմ, ներկայացրել եմ միջազգային ատյաններ։
Եվրոդատարան, Եվրոմիություն, Եվրոխորհուրդ, ՄԱԿ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, Հաագայի դատարան, Եվրոդատարան, բայց կան դատարաններով, այսքան պայքարով, կարող է պատահի ձեր մամաների հաշվին եմ մցերը, ձեր շահերը, ձեր նյութականը, ձեր բարոյականը, ձեր ավանդույթը, ձեր մշակույթը, ձեր լեզուն, ձեր հոգևորը, ձեր բնորանը, ձեր օջախները, որովհետև ձեր օջախները մեր երկրի վրա է, մեր երկրի պահանջով, մեր տարածքների պահանջով, նաև ամրագրում եմ ձեր ունեցվածքը։ Արցախը մերն էր, տեսեք հիմա մերը չի, ինչի համար, որովհետև դու պետք է ամրագրես, որ դա քոնն է։ Նույն այսօր Սյունիքն է, այսօր էլ վախացնում են ձեզ, կրակում են էլի մեր ազգի բնակչության վրա, որ վախեցնեն, որ թողնեն փախնեն։ Բայց ինչի պետք է կրակեին, ինչի պետք է կրակեն, որովհետև ձեր նման անասունները, ձեր նման գանդոնները ծառայում են այս գյոթերի, ոնց են ծառայում, ձեր էշությամբ, ձեր օղչարամտությամբ, ձեր գյոթությամբ, ձեր ծախվածությամբ, 10 մայթով, 15 մայթով, ձեր պոռնկությամբ, որևիցե մեկը, են Ղարաբաղցի կոչվածներ այսօր դուսենեկի 50 մայթ փող տվեք մեզ, 50 մայթը կդրել եք, մի րոպե, ինչի են կդրել։ Այս պոռնիկներ են, բա խիչ եք գալիս սրանց սատկացնենք, արա, հա։ Խիչ եք դու ձեր հողերը ուզում արա, որտեղ դուք բնակվել եք, հիմա չգիտեմ ես ձեր երկիրն է, ձեր բնորանն է, դուք ոնց եք համարում դա, եթե դա ձեր երկիրն է, ձեր բնորանն է, ուրեմն ձեր նաև հարազատների, ձեր պապերի, ձեր տատերի գերեզմաններն են, ճիշտ է, ձեր պապերի, տատերի հողն է եղել, չէ, ձեր մշակույթը, ավանդույթը, հոգևորը, ձերն է, չէ, բա աղբեք խիչ եք ուզում դրանք, հա, դրանք ձերը, չեն, մենակ լապնա ձերը, ուրեմն դուք մեր ազգից չեք, ուրեմն դուք որևիցե կապ չունեք մեր ազգի, գենետիկայի, նրա պահանջների հետ, դուրս արեք սրանց սաղի սատկացնենք արա, Խերժոն լավ էր, Խերժոյի վաղտով լավ եք լապում, Ռաուֆի վաղտ լավ էր, շատ եք լապում, Փաշօղլու վաղտ այս գանդոններն են լապում ձեզ փաչի ասնում, հո դուք գանդոն չեք արա, լապակեր գյոթ եք արա դուք, ոնց են ասում արա, որ նորմալ մարդ է այս ընկալումը, այս գիտակցությունը, ծախվածությունը կգնահատի որպես վարդ մանուշակի, հա, հարց եմ տալիս արա, այս Google-ն է գրել, ես չեմ գրել, բայց ես ձեզ տասնամյակները բացատրում եմ, փաստերով ներկայացնում եմ, հիմա ներկայացնում եմ նաև փաստագրական տվյալներ, որևիցե մեկը այսքան ժամանակ այս փաստագրական տվյալները ի հայտ չի բերել, որ ՄԱԿ-ը հասարակական կառույց է, ՄԱԿ-ը տով է, Եվրոմիությունը, Եվրոխորհուրդ կոչվածը, դատարան կոչվածները, Եվրոդատարան, Հաագայի դատարան, ՄԱԿ, ՄԱԿ-ի անվտանգ, դրանք բոլոր հասարակական, ԽՍՀՄ կոչվածը, ի՞նչ ԽՍՀՄ արա, ԽՍՀՄ տով է, հասարակական կառույցը, հարց եմ տալիս, 1920 թվականին տեսեք, ես անդրադարձ կատարեցի հերթականությամբ եկա, մի րոպե, Ադիմ մամենտ, տեսեք, ժողովրդավարական հանրապետությունը ստեղծվել է 1918 թվականի մայիսի 27-ին Անդրկովկասյան Սեյմի փլուզման հետևանքով Մուստաֆաթական Ադրբեջանը դարձել է ժողովրդավարական առաջին երկիրն իսլամադավան աշխարհում 1920 թվականի Ադրբեջանը մի րոպե 1920 թվականին էս ով է որ Ադրբեջանը որոշել, մի րոպե լարա, Լենինը, Ստալինը, դրանք ով է, 1924 թվականին ԽՍՀՄ կոչվածը նոր ճանաչվել է, ուշադիր արա, ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից, եթե ձեր գիտակցությամբ այս ՄԱԿ կոչվածը ինչ-որ կարգավիճակ ունեցող
Ձեր գիտակցությամբ։ Միջազգային կառույց, հա միջազգային, որ անունը միջազգայինն է։ Դրանից ինչ։ Հասարակական միջազգային կազմակերպություն է։ Անը կարող է դնել միջազգային գարշոկ ու դա ձեր ուղեղում տպավորվի, օրա, միջազգային գարշոկ, հա։ Դե կթալը վեգալը կսկսել քաքը ուտել։ Ու քեզ ձեզ կերցնում են այդ քաքը։ Ու որևիցե մեկը չի ասում, արա ես ինչ եք ասում։ Ախեսովը։ Միջազգային իրավունքի սուբյեկտ։ Բայց ինքը սուբյեկտ է, որ քեզ սուբյեկտություն տա։ Այսինքն միջազգային սուբյեկտ պետություն համարի։ Ինքովը հասարակական կազմակերպություն է։ Այդ հասարակական կազմակերպությունը ո՞նց է քեզ կարգավիճակ տալու։ Հա? Կամ դու որ դառնում ես հասարակական կառույցի անդամ։ Անդամ, դու անգամ հասարակական կառույց չես։ Բայց մի րոպե։ Էլի հերթականությամբ։ Один момент, дорогие наши соотечественники, да? Бозере. Чем то умели? Ага. Мир в сумасшедшем количестве оружия. Мир в Армению пичкают оружием. Сумасшедшим количеством оружия. Да. Азербайджан, по мнению британцев, должен пострадать. И я вам скажу другое. Армения и Франция являются дочерьми, ну, скажем так вот, политическими дочерьми Ватикана. Ватикан сильный. И вот по просьбе, по велению Ватикана работают британские службы именно в этом направлении, потому что именно Франция начала первая вооружать Армению. И из Армении решено сделать большую Армению. Это будет большая Армения. Что нужно для того, чтобы сделать большая Армения? Для того, чтобы сделать большую Армению, кто-то из соседей должен стать маленьким. У кого-то нужно что-то оттяпать, правильно? А у кого будут оттяпывать? Именно. Так что, Алиев, я вас предупреждаю, смотрите, политика сейчас направлена именно в это русло. Южный Кавказ будет гореть, он вспыхнет. Германия с начала этого года отправляет оружие Армении. Вооружают Армению, полным ходом вооружают. И армяне прекрасно это знают. По крайней мере, те, кто стоит и связан с этим экспортом, с этим импортом для Армении. Понимаете вы? Это неизбежно. То, что в Иране, или Иран-Израиль, или Израиль в Иран, какая-то ядреная полетит. Турцию нагибать будут. Без Турции, Алиев, никто. Эрдогана будут свещать. Эрдоган в своей стране не владеет спецслужбами. Спецслужбами Турции напрямую управляет Ричард Мур. Это его вотчина. Вам это говоришь? Вам это не нравится. Вы так себя ведете, как будто я это говорю, потому что я так хочу, чтобы было. Нет, я не хочу, чтобы так было. Армению. Հիմա լսեցիք մի րոպե։ Հիմա անցնենք առաջ։ Армению пичкают военной техникой, в общем, оружием и валем. Հիմա մի րոպե հարց տանք, էլի։ Ну, в общем, այդ լավ է, որ մեր, ոնց որ ասած, իրական այսօր ցանկալի մեզ համար ինչ որ տարբերակներ են ներկայացնում, բայց մի րոպե լա։ Ինչի եք տարել։ Ինչի հիմա մի րոպե, տեսակ ինչ ասեց։ Армению превращают в большую Армению։ Այսինքն Արմենիայի վերածնունդն են իրականացնում։ Ну որոշակի չափորոշիչներով։ Ինչի համար են անում։ Եթե մենք ունենք Արմենիան իրական պատկերով, որովհետև բոլոր քարտեզների վրա ծովից ծով Արմենիան է, Հայաստանը չէ։
Հայաստան չէ, Հայաստան չի եղել, հիմա էլ չկա ոչ մի քարտեզի վրա, կա Արմենիա, բայց հիմա հարց է առաջանում։ Ինչու հիմա Գերմանիան, Ֆրանսիան մեզ պիտի ֆինանսավորեն, օրինակի համար, մեզ զենքով ապահովեն, իսկ ես ագարկան 12 միլիարդ դոլարի զենք զինամթերք տվել է Ադրբեջանին։ Քորը, Խերժոն, Ռաուֆը իրենց համակարգերով, իրենց համակարգ կոչվածներով, այսինքն այն գործակալական ցանցերով, որոնք ներդրված են 88 թվականից առօրս ըստ իրենց ամրագրած փաստաթղթեր կոչվածի հռչակագրերի Հայաստանի կոչված իրանց ձեզ մատուցած կարգավիճակով ոչ թե Արմենիայի, որտեվ Արմենիային չեն կարող ասեն, գիտես չկա 29800 է։ Արմենիան ծովից ծով Արմենիան է, քարտեզների վրա, բոլոր հնագույնս քարտեզների վրա, բոլոր պատմական իրադարձություններով, պատմական փաստագրական տվյալներով, իրավական փաստաթղթերով Արմենիան Արմենիա է, բայց Հայաստան, հայեր չկա, կա Արմենիա, իսկ Արմենիան բնականաբար որից է բացատրականով, որից է բառարանով չի դառնում Հայաստան։ Շատեր ասում են, բա ոնց է Վրաստան ասում են Ջորջիա է, ոնց են ասում, արա լսում եք օղչարներ, ձեր նման օղչարների ուղեղը մտցնում են, տարբերակները խաղարկում են, ներկայացնում են։ Դե թող Ֆրանսիան ասեն Բոստանի քյոլ, կամ Քյալամի քյոլ, կամ ասեն Սև Բադրջանա, օրինակ է համար։ Ֆրանսիան էլ Մորցիա, Ֆորցիա, Տորցիա, խի չեն ասում բա, կամ Ամերիկան ասեն Ֆորչայա, Մորչայա, Թորչայա, Թորչայա, թող ասեն։ Հա, բայց դրանից Ամերիկան դառնում է Փորչա։ Արա այդ տվարյուգաներ, ձեր նման օղչարա հոտին, են կան էլի վրոդի գիտնականներ են, վրոդի կարդացածներ են, վրոդի, թող աղբեք, ենթադրենք ձեր են նրանց է վերաբերում, ովքեր իրանց կարճ ուղեղով մատուցում են։ Հիմի դուք խոսքի գերասիմ եք, հիմի ձեզ ասենք աղջի լուբա, ընդունում եք, հարց եմ տալի, այ ոռատու կազյոլներ, հարց եմ տալի, արա, հիմա ձեր անունը, որ ասենք Մանուշակ եք, Լուբա եք, Տամարա եք, Սվետլանա եք, ընդունում ա ձեզ մոտ, հա? Կարողացական անունները տլնի Մանուշակ, կամ ըլի Փարչակ, բայց անձնագրով, դուք ինչ եք, դա է, Արմենիա է, Արմենիան թարգմանում ես դառնում է Խրիզանտեմա, հա դառնում է Հայաստան, եթե դառնում է ձեր գիտակցությամբ Արմենիան Հայաստան, ուրեմն դուք էլ Սվետլանան եք, Լուբաներն եք, արա այդ տվարյուգաներ, դուք ձեր անասուն ուղեղով, իբր թե մեկնաբանում եք, բայնյան սենց են ասում են, հա, Լուբային էլ ասում են բոզ, հարց եմ տալիս արա, ընդունում եք, հա, Փաշօղլուն ասում են ագարկա, ոռատու, իրա ագարկա կոչված այդ ընկերուհին, որը ներկայանում է, ներկայացնում են որպես իրեն կնիկ, որը իրա կնիկը չի, ասում են ագարկա է, դե գրեք ագարկա, վախի գրում Աննա Հակոբյան, հա, հարց եմ տալիս արա, սենց են ասում, սենց են ասում, որն արա, արա բառանա հոտ, հերիքա զարդնեք արա,
Ձեր նման անասուններին 100 տարի սարկել են օղջար, քշում են էսյան, հրրենյան։ Մենք Արմենիա ենք, մեր տարածքը, մեր բնորան Արմենիան է։ Իր բոլոր պահանջներով։ Մենք էլ արորդիներ ենք։ Արմյան է, արմեններ ենք։ Հիմա ուզում եք ուզեք, չեք ուզում խուզեք։ Դա ձեր խնդիրն է, բայց մենք արորդիներ ենք։ Մենք արմեններ ենք։ Հայա գրեր չկա։ Այդպես բաներ չկա արա։ Ու մետրո մաշտոցն էլ չի ստեղծագործել։ Այդպես բան չկա, որ մեր գիր ու գրականությունը ոչնչացրել են։ Այս ջհուդ բոզի տղեկը, որոնք եւ նշանակում են Քորեին, Վզգոյին, Դեմիրճյանին ու մնացած պորնո կլուբի անդամներին։ Դրանք սաղ էլ թուրքա ջուդական պորնիկա ծնունդներ են, մասոններ։ Հիմա անցնենք էլի մեր խնդրո առարկաների։ Հիմա տեսեք, եթե մենք ինչի են հիմա մեզ մատուցում մատակարարում, զենքով, զինամթերքով, ինչի համար։ Այս ժամանակին տեր կանգնեիք պորնիկներ։ Տեսեք, ասում եմ, Большая Армения։ Եվ որ դու գիտես Большая Армения есть։ Ժամանակին բախի չէիք տեր կանգնում։ Բախի չէիք գալիս ինձ աջակցում, որ այսօրվա այս խնդիրները չունենայինք։ Այդ վերաբերում է նաև ձեզ ողջարահոտ։ Հա։ Ժամանակը գալու է, տեսեք, հիշեք խոսքերս։ Այս բոլորին իրենց ոռը հագցնելու ենք չորտոնացար հրապարակավ սատկացնենք։ Քորին էլ, Խերժոյին էլ, Ռաուֆին էլ, Փաշօղլուն էլ ու իրանց գրասենյակների աշխատողներին էլ։ Բոլորին պիտի հրապարակավ սատկացնենք։ Հիմա անցնենք էլի մեր խնդրո առարկաներին։ Ադրբեջան կոչված պետություն չկա ու չի էլ կարող լինել, դա մեր ատրպատականն է, մեր ազգի ատրպատականն է, իր Բաքուրակերտ մայրաքաղաքով կարճ Բաքու։ Հիմա Ալմաթայի հռչակագիր կոչվածը ուշադիր, որը հիմք է հանդիսացել այս պիդրների համար, մի րոպե, լավ չէր մութա, так, հռչակագիր Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերի 21-ից։ Դեկտեմբերի 21-ից այդ հռչակագիր կոչվածը, Ալմաթայի կոչվածը, էլի, հռչակագիր կոչվածը մտել է ուժի մեջ։ Ավելի շուտ ոչ թե ուժի մեջ է մտել, այլ պարտադրվել է։ Պարտադրվել է Քորի, Վզգոյի, Դեմիրճյանի, Ռաուֆի, Խերժոյի, Փաշօղլու ու մնացած պորնկած ու իրենց համակարգ կոչված պորնկա ծնունդների կողմից։ Հիմա 1991 թվականին իբր թե անկախ պետությունները Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետություն եւ այլ իբր թե հռչակում են իրենց տարածքային ամբողջականությամբ, որի մասին ես ձեզ մանրակրկիտ բացատրել եմ, Հայաստանը 29800-ով Հայաստանը, բայց Հայաստան պետություն չկա, ուշադիր, Հայաստանի Հանրապետություն կոչվածը 1921 թվականին բռնակցվում է, ես ձեզ նաև կարդացի Ադրբեջանի վերաբերյալ, Եվս մի հատ էլի ընթերցեմ, որ դուք հասկանաք ինչի ինչոց է։ Հեսա։ Ուշադիր, մենք նորից կրկնվեմ, որ դուք հասկանաք ինչի ինչոց է։ Խորհրդային իշխանությունների օրոք 1921 թվականի մարտի 16-ին Կրեմլի իշխանության կողմից խորհրդային Ադրբեջանին է բռնակցվում պատմական Հայաստանի, բայց ինչի Հայաստանի։ Ինչու ոչ Արմենիայի։ Տեսեք, սա էլ է խեղված, որովհետև գրված է մեր հայերեն կոչված պոռնկացիների ձեռքով, որը, ասում եմ, պատմությունը այնպես չի խեղվում, ինչպես պատմիչների կողմից։
Շատեր ասում են Սիմոնյան ջան, այս պատմությունը իմանում է, այս պատմության էս դասախոսը։ Արա է, լսում եք պիդրներ։ Ոչ մեկը տել։ Ոչ մի պատմության, ոչ մի պատմիչել չեք, դուք ջհուդական, մասոնական օթյակի պոռնկածիներ եք, ովքեր աշխատել ու աշխատում են այս պոռնկածիների համար, հանուն իրենց լափի, ու գրում են այն կարգով, այն ձև, որը իրանց պատվիրված է։ Հիմա, նորից ասա, մի րոպե, էլի փագեցին, բացեմ մի հատ։ Ուրեմն, խորհրդային իշխանությունների օրոք 1921 թվականի մարտի 16-ին Կրեմլի իշխանության կողմից խորհրդային Ադրբեջանի բռնակցվում պատմական Հայաստանի մաս կազմող Նախիջևան։ Այսինքն, Նախիջևանը հանդիսացել է մեր Արմենիայի վարչատարածքային միավորներից մեկը։ Սա մեկ, երկրորդը։ Անցնենք առաջ։ Իսկ հուլիսին Արցախը Ադրբեջանի ներկայիս հանրապետությունը արդեն ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունված անկախության հռչակագրի համաձայն։ Այսինքն 91 թվականին նոր ստեղծվում է Ադրբեջանի հանրապետություն, որի ստեղծողներից մեկը եւ մի քանիսը հանդիսանում են Խալիլով Լենդրոշ, ինքը Լևոն Տեր-Պետրոսյան, ինքը Կազբեկ, ինքը ջուդա մասոնական օթյակի անդամ, ինքը մասոն բոզի տղա, որի աներձակը հանդիսանում է Արևելք Ֆրանսիայի մասոնական օթյակի թեմի առաջնորդ, իրա պորնիկ կնգա աղբերը։ Հանդիսանում է Դեմիրճյանը, նույն ջհուդը, հանդիսանում է Վզգոն, Ֆրանկ Մասոնը, իրա պուտանկա աղբեր քույրիկների հետ, հանդիսանում է Խերժոն, Ռաուֆը, Փաշողլին, իրանց համակարգ կոչվածի գործակալական ցանցերի անմիջական գլխավորության մասնակցության։ Այսինքն, սրանց միջոցով ստեղծվում է, ամրագրվում է գոյություն չունեցող այսինքն մեր տարածքի վրա ամրագրում են գոյություն չունեցող պետություն, որի անվանումը ատրպատական վերափոխում են, դարձնում են Ադրբեջան, գոյություն չունեցող պետություն։ Հիմա հարց է առաջանում, տեսեք, մի րոպե, հիմա եթե այս Google-ը, դուք հավատում եք Google-ին, դուք հավատում եք, այսինքն տեսեք, պատմական թվա քանակները ներկայացված է, թվա նշանակումները ամրագրված է, որ թվականին ինչ է արվել, որ թվականին ոնց է, ինչ է տեղի ունեցել։ Մուսաֆաթական Ադրբեջանի ստեղծում 1918 թվական, մայիսի 28-ին, խորհրդային Ադրբեջանի ստեղծում ապրիլի 28-ին 1920 թվական, մի րոպե, արեք մի հատ էլի անդրադարձ կատարենք այս տվյալներին։ Ո՞վ է ստեղծում։ Ես ձեզ բացատրել եմ, ցանկացած գործողություն, ցանկացած իրավահարաբերություն, որը առաջ է գալիս ինչ պրոցեսում, ինչ խնդիրների շրջանակի մեջ, առաջ է գալիս այն դեպքում, երբ որևիցե կողմը հանդիսացող դրա սեփականատերը դնում է առուծախի, քննարկման, բանակցությունների, նվիրաբերումի եւ իր սեփականությունը հանդիսացող ապրանքը, բայց տեղ հարց է առաջանում։ Մեր երկիրը, մեր տարածքները ում սեփականությունն է։ Կոնկրետ հարց եմ տալիս արա։ Էսի Քորի, Վզգոյի, Դեմիրճյանի, Փաշողլու, Ռաուֆի, Քորի, Փաշողլու ու իրանց համակարգ կոչվածի պոռնիկների սեփականությունն է, որ դնեն տան, չտան, նվիրեն, չնվիրեն, առևտուր անեն, բան, դուք քիչ եք անում, այս գանդոններն են անում, արա, հա։
Հարց եմ տալիս, արա։ Բառանահոտ, ես ուզում եմ հասկանամ, արա։ Ես նորից եմ ասում, քաղաքացիական օրենսգիր կա, որտեղ կոնկրետ տված է։ Իրավահարաբերության մեջ մտնելու առաջի նախապայմանը հանդիսանում է իրավասուբյեկտությունը, այսինքն իրավունքը, որի հիման վրա նշված առարկան իրը, տարածքը, տունը, ոբշե մեքենա եւ այլն, հանդիսանում է քո սեփականությունը, քո, ենթադրենք Աշոտինն է սեփականությունը, հա։ Հիմի Գասպարը կարա գա ասի ախպեր ջան, ես այդ տունը ծախում եմ, այս մաշնեն ես ոբշեմ նվիրում եմ, այս մաշնի շուրջ պետք է սենց անենք, անենց անենք, սենց անենք, հա։ Հարց եմ տալիս, մի հատ տրամաբանական հարց եմ տալիս։ Կամ այսօրվա վրա, որ ձեզ հարկում են, պարտադրում են, որ դուք հարկեր վճարեք, ձեր սեփականությունը հանդիսացող ապրանքի համար, Գանդոն Փաշողլին, Խերժոն, Ռաուֆը, դատախազություն, հարկային մեկ էլ մյուս պոռլիկները, որ մեկը իրավունք ունի ձեր սեփականությունը հանդիսացող ունեցվածքից ձեզնից հարկ պահանջի, հարկ պարտադրի, հարց եմ տալիս արա ողջարահոտ, չէ որ ես ձեր շահերն եմ պաշտպանում, չէ որ դե թող մեկն ու մեկը գա դուրս գա իմ դեմ խոսա, խեն եթերներս փագում արա, հա, նորից եմ ասում արա, սա իրանց մոր կանիկների տրուսիկնա, կանիկների որնա, որ դնում են ծախում են, նվիրում են, տալիս են, չեն տալի, բանակցում են, հարց եմ տալիս արա, հասարակ տրամաբանական հարցեր եմ դες տալիս, սա ում սեփականությունն է, ում կանգա որնա, Խերժոյի, Փաշողլու, Ռաուֆի, Քորի, Վզգոյի, Թեմիրճյանի, թե որ համակարգ կոչված պոռնկածանունդների, հարց եմ տալիս արա, ովքեր ծառայում են այս գանդոններին, նույն գանդոններն էլ իրանք են, կլինի դադարաններ, կլինի դադախազություն, համակարգեր եւ այլ, մուսր թե ինչ, կապ չունի, նույն պետական դավաճանն է, ասում եք դավաճան, բա գանդոններ խիչ եք ասում, որ նաեւ դուք եք դավաճան, նույն հանդիմություն կոչվածը, նույն համակարգ կոչվածները, Ես ոնց եղավ ես գանդոնը մենակ դուրս եկե վրները ժաժատալի, դուք էլ լափում եք, հարց եմ տալիս, այդ պուտանկա լրագրողները, որ ձեզ գալիս են ասում են, Փաշողլին սենց ասեց, Փաշողլին ասում է ժաշտա մամաներիդ բերանը, ագարկեք դուք գիժեք, քունեմ ձեր ագարկա ցեղատեսակի բերանը, կամ մուսրները, կառավարության ես, իշ կլերիս կառավարություն, այ գանդոններ, Որևիցե մեկը հարց տվել ան այս ագարկենովա, Խերժոնի ու Խերի գանդոննա, Ռաուֆու ունկլերի գանդոննա, Քորու ունկլերի գանդոննա, արա։ Հռչակագիրը 91 թվականից ընդունված չէ, բա որ հռչակագիրը ընդունված է իր տարածքային ամբողջականությունով, սահմաններով, հմիխեն դելիմիտացիա դեմարկացիա անում, որ 91 թվականից ճանաչվել է Ադրբեջան գոյություն չունեցող պետությունը, բա ձեր երեխեքին խեն տանում Արցախ զոհաբեր է, ինչի մեկն ու մեկը դրա համար պատասխան չի տալի, այագարկեք, ես ձեր շահերն եմ պաշտպանում, մտել եմ այդ բոլոր հարցերով, մտել եմ բոլոր համակարգերով, կոչված, խիչ եք գալի բա տեր կանգնում, Այս հռչակագիրը փաստաթուղթ է, որի հիման վրա լսում եք գանդոններ, որի հիման վրա ձեր նման ոռատու գյոթերը ծառայում եք այս պիդրին, օրինականացնելով այս գանդոնին, միջոց հանդիսանալով, ձեր երեխեքին տանեն զոհաբերեն, ձեզ հարկեն, մեր երկիրը ծախեն, մեր ոսկեսերուցքին տանեն գենոցիդի ենթարկեն, մեր երկիրը թալանեն, ու գանդոն Ֆրանսիա, Գերմանիան էլ ասեն, մենք զենք ենք մատակարարում, որ Արմենիան մեծանա, արեցող գանդոնները, կապիկ են քունեմ սրանց ագարկա բերանը, Մակրոնի են կնի կոչվածը, գյոթա, տրանսգենդերը, մի րոպե, ու այսօր մեր բերել են ձեզ մատուցում է, որ իբր թե Մակրոնը ֆինանսավորում է, զենք է տալիս, Գերմանիան զենք է, տո գանդոններ ձեր եք արեք, քունեմ ձեր ագարկա բերանը, ոռատուներ, ինչի դուք չգիտեք, որ Մակրոններ գյոթա, Մակրոնի կնի կոչվածն էլ ագարկայա, հա? Սուկաներ, կամ որ դուք պիդարասներ, որ դուք հասկանում եք Արմենիան կար, Բալշայ Արմենիա,
Այդ դեպքում քիչ եք ժամանակին պատերժ կանում, որ ԽՍՀՄ կոչվածը հասարակական կազմակերպությունը ազգային մեծ ժողով թուրքական կազմակերպության հետ մեր տարածքները չբռնակացեին, չզավթեին, մեր ազգին էլ, մեր ոսկե սերուցքին էլ գենոցիդի չենթարկեին։ Բայց այդ քիչ եք գալիս տեր կանգնեիք, ոռատ ու գյոթեր, հա։ Քունը ձեր ագարկա բերանը ես, գյոթեր։ Ոռատուներ 1920 թվականից դելիմիտացիա դեմարկացիա էլ արվել է։ Բախի չեք դեռնում ես գանդոններին քունում։ Լավ, շուրտանք սենց։ Այս բոզի տղեկը ամրագրել են Ադրբեջան 91 թվականից, բա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, Ամերիկա, Մակարոն Բեռնումը լցեն շները գանդոն։ Լսում եք այդ պիդերներ, տրամպես ես իմ իշխերի գանդոն ես, ոռատուներ, են ֆուցն մուցն էլ չեմ ասում այդ գյոթերին, լսում եք այդ գյոթեր, որ հասկանում եք ես բալշայ Արմենիա, բա ժամանակին խիչ եք ընենց անում, որ Արմենիան չդառնա Հայաստան, Արմենիան 480,000 քառակուսի կիլոմետրը չդառնա 29,800, հա? Բայ գանդոններ, բախի երկրաշարժ սարքեցիք, 4 ատոմային պայթուն սարքեցիք, ոսկե սերուցքին զոհաբերեցիք, բախի չբռնեցիք Գարբաչովի մորպուցը տայիք ձեռը, հա? Բայ իրա հետի գանդոնների խիբերանները չխունեցիք, քորով բռնած, մինչև ես գյոթերին պրծած, հա? Լսում եք է, բարոյական խաղացող կլրի գանդոններ, լսում եք է պիդրներ, ովքեր այսօր ասում է, մենք բանը Պրուսիմոնյան, մենք կտարացեինք, բայց դուք որ հայոյում եք, ժաշտամ ձեր գանդոն բերանա է, ոռատուներ, բարոյական եք խաղում, դուք բարոյական գանդոններ եք, հիմա բացատրեմ ձեզ, Ստամբուլյան կոնվենցիան ընդունել են, Քորի վախտով, Ռաուֆի վախտով, Խերժոյի վախտով, գանդոններ, փաստերը կան, Լանզարոտի կոնվենցիան ընդունել են, գյոթի մասին, մանկապղծության մասին, բերանները ժաշտամ ես, դուք չեք դուրս եկել, են երեխեքի ձեր, որ երեխեքին պղծում էին, դուրս եք գալի խշխշում եք, ասում եք, սենց են անում, այլասերում են սենց, գրքի մեջ է սա, գրքի մեջ է նա, բայ ոռատու գանդոններ, բախի դուս եք գալի, բախի դուս եք գալի, ասում, ժաշտամ ձեր ագարկա բերանը, ձեզ բռնում են, քունում են, ձեր երեխեքին պղծում են, ոչ մեկը ոռը չի կետնից կդրում, բայց Ռոբերտ Սիմոնյանը, որ ասում է, դուք ագարկա եք, որ ձեր երեխեքին տարակ մատաղարեցիք, որ ձեր երեխեքին պղծում են, այլասերում են, որևիցե մեկը ոռը գետնից չի կդրում, դուք դառնում եք բարոյական Սիմոնյանը դառնում է հայոյո, տո գանդոններ ինչ հայոյո, ես դες հայոյում եմ, տո գյոթին ինչ են ասում, տո պիդերին մանկապղծին ինչ են ասում, հա, պորնիկներ, դուք բարոյական պրաստիտուտկեք եք, են պորնիկները, որ իրան ծախում են քուչում, ես ոչ թե արդարացնելու համար, ավելի բարոյական են, քան թե դուք պիդերներ, ու են սութի հանգարցակի պիդրներ չխաղակ, լսում եք է չատլախներ, ամենավատ պասլեդնի գյոթերը դուք եք, հես այս պաստաթղթի հիման վրա գանդոններ, քանի տարի բողազս ճղում եմ, ասում եմ արեք տեր կանգնեք, կանչել են պաշտպանության նախարարության դեմ են ծանող կոչվածները, Բանը, բա, Պարոս Սիմոնյան, արեք մեզ ուղի ցույց տվեք, որ մենք գնանք տեսնենք ինչ ենք անում, գնացել եմ բացատրում եմ, ասում եմ մենք քաղաքականության մենք չկանք, բա ձեր երեխեքին ինչի իման վրա տարան զոհաբերեցին, գանդոններ, հա, այդ քաղաքականություն կոչվա, Արցախը մերն է և վերջ, այդ քաղաքականության մեջ չիք, երեխեն ծնվում է քաղաքականություն է պարտադրված, Երեխեն ծնվում է մանկապարտեզա գնում արդեն քաղաքականություն է ուղեղը մտցվում, որ սենց պետք է սովորես, իշխանություն այսպես, Հայաստանի Հանրապետություն այնպես, մեր պատմություն այնպես, բա Արմենիայի պատմությունը խիչ եք ներկայացնում, գանդոններ, հա? Բա դե գնացեք ոռը ճղեք ես գյոթերի, 91 թվականով ստորագրված է, վզգոն դառավ ազգային խերոս, հա? Հարց եմ տալիս այդ չատլախներ, վզգոն սաղ ոսկու հանքերը թալնեց, են
պուծծող աղբեն քույրիկների հետ սա գործարանները թալնեց։ Ասում է Քոչարյանին բերեցինք, որ ինքը վերականգնի տնտեսությունը։ То գանդոն բա խիր թալնում որ խի վերականգնի, ժաշտան քո ագարկա բերանը։ Բայց լմի րոպե, կամ գանդոն դու չես հասկանում որ 10 տարվա անց մեջ քաղաքացիությունա պետք, որ ձեր փաստաթղթերի մեջ ձեր կողմից որի թղթերի մեջ ներողություն։ Դու գրել եք ադրբեջանական տարածք, բա որ գրել եք ադրբեջանական տարածք, այ ոռատու գյոթեր։ Խիտարակ մեր ոսկե սերուսկին զոհաբերեցիք, հա։ Թե ծրագիր էր դրված, որ այդ ծրագրով տանեք մեր ոսկե սերուցքին ոչնչացնեիք, գենոցիդի ենթարկեիք, մաշացնեիք, ազգային եք խաղում, խերոս եք խաղում, կողեմ ձեր են ցեղատեսակի բեռնից ես գանդոններ։ Ձեր սաղիտ պետք է գերեզմանից անվի, ոռները 4 տոնածառ կողվի, նորից հրապարակավ սատկացվի։ Այս գանդոնների հետ համատեղ։ Ու հիմա ովքեր ես մուսր դադախազացը, դադա որ մնացած կալերի ազգային ախոր դեպուտանքեք մնացած գանդոնների հետ, բոլորիդ պետք է գնդակահարվի, բոլորը պետական դավաճան, ու ովքեր սրանց սատարում են, աջակցում են, սրանց ընդունում են որպես իշխանություն, սրանց հետ գնում են ընտրություն կոչվածի, Առաջի տրասի գանդոնները դրանք են, առաջի պուծտծող գյոթերը, ոռատու գանդոնները իրանք են, սրանք էլ իրանց հետ պետք է գնդակահարվեն։ Դուք բարոյական չեք, դուք բարոյական գանդոններ եք։ Դուք որևիցե մեկը բարոյականության մասին իրավունք չունեք խոսալու։ Լսում եք տրասի գյոթեր։ Իրավունք չունեք, որովհետև առաջի գանդոնները դուք եք։ Այն Ղարաբաղցի գանդոնները նստած էին ընդեն Են քեյան կենտրոնում ոռատու սենց անում ազատագրել են Ղարաբաղ ազատագրել են ոստե Բեռնումը շները քուն են ես ձեր կեղտոտ ցեղատեսակի Բեռնիցը շների քու են Բեռնիցները լցել տամ ձեր գանդոններ այսինքն մենք գրավել էինք ջոգում եք ադրբեջանցի կոչվածը ազատագրել է Զապիսները կա այդ գանդոնները, հիմա այդ գյոթերը, այդ ադրբեջանցի գյոթերը, այդ ջհուդ գանդոնները, այսօր, ուշադիր, կազմում են երրորդ ուր, ու այս տրասի գյոթերը, այդ քնչական, մնչական, ֆլան ֆստան, որոնք հանդիսանում են FSB կոչվածի, այսինքն Մոսադի ֆիլիալներ, դրանց միջոցով մեր Արմենիայի սրտում, կենտրոնում ստեղծում են երրորդ ուր, որը պետք է իր շուրջ ձևավորի հավաքագրի բառանահոտին ու իրանց միջոցով մեր ազգին տանի նորից բախումների ու էլի ոսկե սերուցքին վերացնի իսկ իրանց կողքից կանգնեն ծիծաղեն ասեն լավ սարքինք վրները ընդ այդ Բաքուր Կարապետյան կային չաթլախը Այդ ժամանակին են Ալեքսան Հակոբյան կար, են Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար կոչված գանդոնը, դրա հետ թալանում էին տարածքները, ազգաթափում, որ ընդեղ մարդ չբնակվի, մարդկանց տանում խափում քցում, որի վրա գործարքում, որի վրա ոնց որ ասած տերորի միջոցով այնց էին անում, որ թողնի փախնին դեղից, սաղ ծրագրված ու այդ ամենը արվում էր մեր Արջին բանկը այս ագարկա Ռաուֆ Սեյդօղլին Ռոբիկ Քոչարյան կոչվածը որին քորը բերեց վզգոյի հետ բերեց նշանակեց որ ձեր նման օղչարներին տանի զոհաբերի ու այսօրվա վրա 91 թվականից ամրագրել են որպես Ադրբեջան գոյություն ունեցող տարած դրա հիման վրա մեր երեխեքին Արցախը մերն է եւ հասկանում եք արա 30 քանի տարի է Լսում եք այդ չաթլախներ Ձեզ սես մատերի վրա խաղարկելով տանում են զոհաբերում են թալանում ցեղասպանում 12 միլիարդ դոլարի այդ զենքը ես ագարկեմ տարավ տվեց ջհուդներին Իդեպ 93 թվականին Բարխուդարով էր ֆինանսների նախարարը Պաշտպանության փոխնախարարը
Հարությունյանն էր, Վաղարշակ, 1 միլիարդ դոլարի զենք տրանզիտ դուրս է գալի գնում է Ադրբեջան, Թուրքիա, Իրան, բոլորը ագարկա վզգոյի հետ, Ռոբիկի, Խերժիկի, Քորի ու իրանց համակարգ կոչվածների հետ նվիրաբերում են ադրբեջանցի կոչվածին, թուրքի այն ժամանակվա ամենաժամանակակից զենքերը։ Ամենաժամանակակից զենքերը, իսկ մեր տղեկը, մեր ոսկե սերուցքը, որսորդական հրացաններով էին պայքարում այս թուրքի քունված գանդոնների հետ։ Ու դուք այսօրվա վրա խերոսացնում եք այս ագարկեքին, արա, քունեմ ձեր ագարկա բերանը։ Ու դուք այսօրվա վրա այս գյոթերին օրինականացնում եք, որ էլի բռնեն բերաններդ քունեն, էլի որ տանեն ձեր երեխեքին զոհա բերեն։ Դուք գանդոններ, դուք բարոյական եք, դուք բարոյականությունից եք խոսում գյոթեր։ Հա? Բայց հիշեք խոսքերը։ Ես Արմենիայի վերածնունդը իրականացնելու եմ ու քունեմ ձեր ագարկա բերանը։ Ովքեր ես գյոթին ծառայում են, ովքեր ես գյոթի օրինականացնում են, ովքեր ես գանդոններին ես 4 ագարկեքին, ասում են էսի լավն է, էնի լավն է, էսի գա, էնի գա։ Կլորիս գլոխը գգա բեռնումներդ կմտնի։ Ժաշտամ ձեր սաղիդ բերանը, ոչ մեկը տե չի գալու։ Արմենիայի վերածնունդը մեր ազգով պետք է անենք։ Մեր ազգի գենոֆոնդի ներկայացուցիչներով ստեղծելու եմ ժամանակավոր կառավարություն, որը համակարգելու է բոլոր գործունեությունը ու վերածնունդը իրականացնի Արմենիայի իր բոլոր պահանջատիրություններով։ Հիշեք խոսքերս ու բերանները շները քունելու են։ Անենց են քունելու որները տել 4 տոնածար կողեն։ Արդեն ես ժամանակին որ ասում էի Բաքուրակերտ, Ատրպատական, Փայտակարան եւ այլն, շատեր ասում են Արսիվունյան ջան, այդպես բաներ մի ասա, միջազգային հարաբերություն, դու ասում ես ժաշտամ քու գլխին էլ քու միջազգային պիդերների բեռնումներ։ Ես էլի իմ ասածը բերեցի հասցրեցի նպատակի։ Հիմա արդեն Ժիրինովսկին էլ էր ասում, դրանից հետո բոլորն էլ էին ասում, ֆիլմեր էին հանում, այլ ազգի ներկայացուցիչներ էին տեր կանգնում, որովհետև նրանք գիտակցում են, որ ազգերի պապան մեր արորդիներն են, մեր Արմենիայի ծնունդն է, մեր արմենական ազգի ծնունդն է։ Ադրբեջանցի մելա եսիմիշ ֆլան ֆստանցի տենց բաներ չկան, տենց ցեղատեսակներ չկա։ Ոչ էլ կա ֆրանսիացի, ոչ էլ կա ամերիկացի, ոչ էլ կա մեկ էլ ֆլանսի։ Դրանք ցեղատեսակներ են։ Ոնց որ թաթար մոնգոլ, ասես մի հատ ինչ-որ հատված, տենց էլ սրանք։ Ռուս տենց ազգել չկա։ Չկա։ Մոսկվան ու Ուկրաինան էլ մեր ազգի ներկայացուցիչն է սարքել։ Յուրի Դալգարուկին, Յուրի Երկրաբազուկը, բոլոր գիտնականները աշխարհի, բոլորը մեր արմենական ազգի գենի կրողն են։ Ուզում եք ուզեք, չեք ուզում խուզեք։ Բոլոր կոմպոզիտորները մեր ազգի գենի կրողն են։ Այս 91 թվականի այս հռչակագիր կոչվածով, սա հիմքա, որ այս գանդոններին եւ նախկին եւ այսօրվա բոլորին հրապարակավ սատկացնենք։ Միացեք ազգային դատը, սկսել եմ։ Ու հիշեք խոսքերս։ Ավելի վատ ձեզ համար, եթե չեկաք չմիացակ, վաղը մյուս օր որևիցե մեկը չփոշմանի։ Որևիցե մեկը չփոշմանի։ Որովհետև նորից եմ ասում, ոչ մի խերից գանդոն չի կարա մտնի այս քաղաքական ձեր գիտակցությամբ, էլի, քաղաքական դաշտ ու ասի գիտես չկա, ես եմ ղեկավարում, խերից գլոխը ուտում եք։ Ոչ մեկը թե ոչ կարակ ղեկավարեք, ոչ էլ դրա իրավունքը ունեք։ Որևիցե մեկը բառադի հաչալուց բացի, որևիցե գործ չի արել։ Ինչ արել եմ, ես եմ արել, տասնամյակներ։ Դրա իրավունքի կրողը ես եմ։ Գանդոններ,
Էսի սենց ասեց, են ինենց ասեց, էսի սենց ասում, խերիս գանդոններ, գործ, ես ազգային եմ, ես սենց եմ, խերիս գլոխներն եք, որրատուներ, ազգային են են անձիկ, ովքեր այսօրվա վրա, գիտակցում են, հասկանում են, ընդունում են, իմ ասածները, որ այդ ամենը իրենց շահերից է բխում, իրենց ավանդույթի, իրենց մշակույթի, իրենց լեզվի, իրենց հոգևորի, իրենց օջախի սրբություններն են, ու այդ սրբություններին եմ ես տեր կանգնում, իսկ եթե դուք սրբություն ունեք, ուրեմն դուք էլ պետք է տեր կանգնեք այդ սրբություններին, իմ չի արա, ձեր, եթե դուք մարդ եք, եթե դուք մեր ազգի գենի կրողն եք, նորից եմ ասում, սկսել եմ ազգային դատը, այս բոզի տղեկին, այս թուրքի քունված գյոթերին հրապարակավ պետք է սատկացնենք, ովքեր գիտակցում են, միացեք, ովքեր չես անասար, բաղդասար, կողեմ սաղիթ հավասար, սաղըտ էլ իրար պատիժը ստանալու եք, հիշեք խոսքերս, այս կանը, սկսում ենք, ազգիս գենետիկ ֆոնդին եմ ասում, ազգիս մտավոր գիտակցություն ունեցող անձերին եմ ասում, այլ ազգի գիտակից հատվածին եմ ասում, մարկային հատկանիշներ ունեցող հատվածին եմ ասում, միացեք ազգային դատավարությանը, այս պոռնկատիներին սատկացնելու, այսքանը